Ձեր ձեռքերը Տիրոջ անունով բարձրացնելը երկրպագության ակտ է, որը բազմիցս նկարագրված է Աստվածաշնչում։ Եկեղեցիների մեծ մասում դուք կարող եք ձեր ձեռքերը վեր բարձրացնել։ Որոշ եկեղեցիներում այն կարող է մի փոքր տարօրինակ թվալ, բայց միգուցե դուք կարող եք օգնել նրանց հասկանալ։ Սաղմոս 141:2-ում Դավիթը նկարագրում է ձեռքերի մեկ այլ կեցված։ Նա ասում. «Իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը»։ Ինչի մասին է ձեզ անմիջապես հուշում խունկը? Երկրպագության։ Իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարագը։ Դավիթն ասում է. «Ընդունիր իմ ձեռքերի բարձրացումը որպես երեկոյան զոհաբերություն օրվա վերջում»։ Սաղմոս 143:6-ում Դավիթը նկարագրում է ձեռքերի մեկ այլ կեցվածք։ Ուշադրություն դարձրեք Աստծո հանդեպ ծարավի արտահայտմանը։ Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ, իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ Կարծում եմ, որ ձեռքերի այդ երկու վերաբերմունքի նշանակության տարբերություն կա։ Երբ դուք բարձրացնում եք ձեր ձեռքերը, դուք ընդունում եք Աստծո վեհությունը, նրա գերիշխանությունը։ Երբ ձեր ձեռքերը առաջ եք պարզում, դուք բաց եք ընդունելու համար։